պարոն Կարապետյան կմոտենաք դուք էլ։ Վերջին նորությունները, որոնք օրինակ նույն Պապոյանն է հայտնում, ինչ հուսադրող են, արդյոք հուսադրող են, թե փափուկ բարձի է նմանվում։ Հարազատներ, ես այսօրվա դրությամբ մարդ չգիտեմ, որ կարող է Եվրոպա արտահանի։ Չկա ուղղակի ոչ մի ձև։ Եվրոկոդերից ենք խոսում, ճանապարհներից ենք խոսում, նու շատ ձևաչափը չկա։ Ոչ մեկ չգիտի, իրանք էլ չգիտեն։ Պարզ ասեմ, իրանք չգիտեն, պրոստը խոսում ենք։ Կհանենք։ Երրորդ ամիսն է, մենք լուրջ ֆինանսական ճգնաժամի առջև ենք կանգնած ու միայն խոսքեր ենք լսում, գալիս են, ձգում են, մի շաբաթ անցնում է, վայ հենց տեսնում են գազերը հավաքվել, հեսա պետք է ժողովուրդը ելնի, վայ մի հատ հանդիպենք խոսանք, էլի խոսում ենք, էլի մի շաբաթ ձգում են, իմ մոտ այնպես տպավորություն է, որ իրանք չգիտեն ինչ են անում։ Այնպես տպավորություն է, չգիտեմ խի, որովհետև չի կարա 3 ամիս ամեն օր ասեն վաղը։ Ես 55 տարեկան եմ, ես այս բան չեմ տեսել կյանքում, որ որևէ մի պետությունում չիմանան ինչ են անում։ Գոնե կգանք ասեն տղաներ 3 ամիս է, չգիտեմ ինչ եք անում, մի բան արեք, չենք անում, բայց 3 ամսից խոսք ենք տալի, մի բան կփոխվի։ Մարդիկ ոչ մի շաբաթից գիտեն ինչ ալնելու, ոչ մի տարուց գիտեն ինչ ալնելու։ Իմ մոտ տպավորություն է տենց չգիտեմ։ Պահանջը սկսվել է вообще սկզբից ձկնաբույցության վրա հարձակումները ջրից, որը գոյանում է անձրևա ջրերից։ Հենց պարզ ասեմ, որտեղ որոշ մարդիկ կան, որ вообще պատկերացում չունեն ջուրը, մեսիմ երևի գիտեն գետնի տակից պրոստը հոսում է, չէ, անձրևա ջրերից գոյանում են եւ այս մարդիկ ուզում են անձրևա ջրերը հավաքեն, որոշ բնապահպաններ իրանց տափակ ուղեղներով անձրևա ջրերի էկոնոմիա են սկսել, ձունը պետք է հավաքենք, անձրևա ջրերը, որ 100,000 տարի այդ անձրևա ջրերը գարուն, աշուն, եկե գնացել են ոչ մեկ ոչի բան, բայց ես անցած տարի գյուղատնտեսության մեջ այդ անձրևա ջրերով $2 միլիոն հարկ են վճարել այս պետությանը, այդ անհասունները չեն հասկանում, մենակ էլ մեն խոսում են, այդ տենց, թող մորթվեն, թող սենց հլեն, մեր ջրերը էս եղավ, Էդի իրանց ջրերը չէ, էդի անձրևա ջրերն է, եկե գնացել է միլիոնավոր տարիներ ու ոչ մի արժեք, ոչ մի աշխատատեղ չի բացել, ոչ մի բան չի արել։ Հիմա մոտավորապես ֆինանսական տվյալներով այդտեղից սկսել են փակելով մի հատ 30%, հիմա մի հատ 40 են փակում, պարզ ասում եմ, ու չեն էլ կարող բացատրեն ինչու համար են փակում, բայց խի 40 ոչ թե 100 Այդտեղից ավարտեցինք, հիմա արդեն շուկան փակեցին, մեսին պարզ ասեմ, որ ժողովրդին պարզ լինի, որտեղ ձկնաբույցությունը ինչքան պարզ է թվում, այդքան էլ բարդ է։ Մենք 30 տարի գնացել ենք գիմնաստիկայի, հիմա եկել են ասում են պետք է շտանգի գնանք մրցումների, ցավտամ 30 տարի է պետք, կամ գոնե մի քանի տարի շորերը փոխենք, ժամանակ չէ, վաղվանից պետք է գնանք շտանգի մրցումների։ Եվրոպա, մեր ձուկը արդեն 5 կիլոգրամ է, այնտեղ 150 գրամանոցն է վաճառվում թուրքականի, հիմա պետք է գնանք այդքանով այնտեղ, ոչ ժամանակ, ոչ աջակցություն։ Պարզ ասեմ, Եվրոպան խոսում է, Եվրոպային էլ չեմ հավատում։ Սուտ են ասում, որովհետև ասում են այսքան աջակցություն ենք տվել, մենք մի կոպեկ չենք տեսել։ Մենակ թղթի վրա սուբսիդիա եկանք, ասեցինք, հարազատներ, արեք իրար հետ քննարկենք, այս ժողովուրդը որ հարկերա վճարում 0 է, այդ որ ասում են քաղաքացին հպարտ 0 ենք մենք, ուղղակի մեր հետ ոչ մեկ հաշվի չի նստել, ոչ մեկ չի արծել ինչով օգնենք, գլխակապետ, կոշիկապետ քեզ, ասում են չէ, վсё, մի հատ թրաշի պրիբոր ենք վերցրել եկալ, ասում ենք թրաշված ենք, ամեն ինչ նորմալ է, չէ, էս ենք բերել, էս են տվել, հիմա Եվրոպան պետք է որոշի իմ տեղը, հիմա 3 նախարարը մենք ենք որոշում մեզ ինչա պետք է շտանգի գնանք, հա, որովհետև այո, վсё, իրանց հետ են տվել, մի հատ շտանգա են տվել, ասում են պարապեք, մենք 30 տարի հետո ասեմ, Ժորժ ջան, եթե ինչ-որ մի ես իմ կերամիկայով զբաղվող, ես իմ լվացարանով զբաղվողները կամ փակեն այդ պայսները գնան իրանց տունը ամիսներով, ինչ-որ ժամանակավոր աշխատողներն են ներողություն խնդրելով, ասեն 3 ամիս պետք է նստեք միջև հասկանանք։ Մենք իշխանի վիճակում ասած մի 3.5 տարի է տևում, որ բեղմնավորված ձկնկիտից միջև խանութ մտնող ձուկը ես որ արտադրում եմ, իսկ ասետրինայի իկրայի հետ կապված 10 տարի։ Մենք 0-ից 10 տարի պլանավորած բաներ ունենք։ Ու էլ եմ ասում, իրանք ստիպել են մեզ, որ պահենք այդքան։ Մեզ չեն թողել, մեր ձեռները կապած, ես չեմ էլ ուզեցել, ես ուզեցել եմ դհոլի գնամ։ Ինձ տարել են զորով։ Ոնց ասեմ, ինձ զորով են տարել այդտեղ, որովհետև ասեմ պետք է 1 լիտրով այսքան պահես, չկա աշխարհում մի պետություն, մի ոլորտ,
որ ասեմ պետք է 10 հատ կոշիկ կարես, չկարես զավոդդ փակում ենք։ 5 հատ հաց թխես, չթխես զավոդդ փակում։ Մեզ ասեմ 1 լիտր ջրով, պետք է այսքան ձուկ պես, չպես, ջուրդ փակում ենք, քեզ դատում ենք, չգիտեմ, հիմա մենք ստիպված 20,000 տոննայից ավել ձուկ ենք արտադրել, հիմա էլ ասում են չեք էդի հանելու։ Շատ մեծ է, Ժորժ ջան, էդի լուրջ հաշվապահություն ա պետք, մեր էկոնոմիկայի նախարարություն չի կարող հաշվի։ Էդի մենք պետք է հաշվենք։ Որ այն ամենի մեջ տանգեն Հայաստանի կառավարությունը կգցի իր ոտին։ Ոչ, ոչ։ Ինձ թվում է լեզու կգտնենք, մենք լավատեսենք, մենք մի անգամ էլ ենք հավաքվել ջրերի հետ կապված ինչ-որ ձգձգումներ եղավ, հիմա էլ ակտիվացել են։ Ես չեմ կարող ասել, ինչքան իրանք ժամանակ, մենք մի ամիս էլ կարանք ստեղ ապրենք։ Պալատ կեկել կբերենք, ոնց է սաղ աշխարհում։ Այնպես չի որ Ֆրանս, Եվրոպայում չէ գնում։ Եվրոպայում ժիլետներ էլ կբերենք, ինչ պետքա կբերենք, հաստատ հավաստացում եմ։ Ձուկ էլ կբերենք, ֆուրերով կլցնենք ստեղ, ինչ պետքա կանենք, ամիսներով կանենք, հաստատ։ Ձեզ որ ընդունել ինչ է առաջարկել։ Կամ միությունը ունի վարչությունը ունի 7-10 անդամ ու նախագահ, ինձ թվում է որոշումները կայացրած է, ես բոլորի տեղը չխոսեմ, ես իմ տեղը կարող եմ ասել, որ վիճակը շատ վատ է, Ժորժ ջան։ Մենք 3 ամիս, այսինքն գլխի վեր իջնում ենք ներքև ու 3 ամիս մեզ խաբում են։ Խաբում են, ուղղակի ես վերջի անգամ մի հատ ձգնաբույծ ունենք, որ չգիտենք, հետո կասեմ, որ այս 150-ը ջուր է փակել 30% նոր ասցի, այդ մարդիկ չեն փակել ինձ թվում է։ Որտեղ շատ մեղ, շատ լավ են իրանց զգում, հիմա մենք դա կնենք, ով ինչա փակել, ում փողերը որտեղից է եկել։ Ես քրտինքով դրս եմ բերել փողերը, հեսա կտենակ ով ոնց խեն տես ջեր մտնում, ու այդ մի տնտեսությունը անդադ հակառակ է գնում իր բոլոր ոլորտին հակառակ ու միշտ գտնում են այդ մարդուն մագնիսով, գնում են այդ մարդու մոտ, նկարվում են, ինչ պետք է ասում են, անցնում են։ Ես ոնց ասեմ, ամենայն ես այս մեկը ասում եմ բոլորիս տեղը, թող բոլորը ասեն, մարդիկ սուտ են խոսում։ Ես չեմ հավատում, որ Եվրոպա են հանում, կարամ հենց հիմա երկու բառով ասեմ, դուք էլ հավատաք։ Հիմա Եվրոպա գնացող ծաղիկները եւ ծիրանները, չգիտեմ ինչու, Պարսկաստանից Ռուսաստան գնալուց բռնում են։ Այդ որ Եվրոպա է գնում, սա հետ են տալի։ Չեմ անում, չեմ ուզում կոպիտ բառեր ասեմ, իրանք են կարող կոպիտ բառեր ասեմ, դաստիարակությունը թույլ չի տալի, բայց մի հատ լավ անեկդոտ կա, այն յասամանի գույն են, էլի մարդկանց դրե, յասամանի գույն չենք, իրանք են յասամանի գույն։ Կարապետյան մի հարց է։ Գիտեք ինչ են ընդունել են խոսել։ Ինչի փորձագետ, Ժորժ։ Այս ոլորտին առնչվող փորձագետ։ Հարազատ այս ոլորտի փորձագետերի հետ հələ իրանք կաբինետների տեղը չգիտեն, որտեղ պետք է նստի, մենք շփվել ենք Հոլանդիայից, Իտալիայից մասնակիցները գալիս են, այդ որ հիմա ասում են, էսի պետքա չտակ Մալախիտը, Մեծիլենը, այդ եվրոպացի մասնագետների պատճառով բացատրությամբ մենք չենք տվել, որ դա չի կարելի։ Ռուսաստան ընդունել է դրանով, մենք չենք տվել, որտեղ մարդկանց երեխաների հետ կապված խնդիրն է։ Մենք մի քայլ իրանցից առաջ ենք։ Իրանք մինչև այդ բառերը սովորում են, մենք դա արել ենք 10 տարի առաջ, բայց վերջը լավ լինի։ Հիմա խնդրում ենք հանդիպում, մի հատ եմ ասում, նոր մեր միության նախագահ Գոռա Գրիգորյան ասեց, մեր հարցեր ունենք, ընդամենը 2-3 հարց է, շատ չի, բայց էլ չենք սպասում, որովհետև 3 ամիս չի կարող, էլի հիվանդը տեղերի մեջ դեղ սպասի, այդ դեղն էլ իրանց ձեռքում է։ Գրպաները դրած է, խիչ են տալի չեմ հասկանում, դրսից փողերը եկել է, պարզ ասում եմ։ Մենք այդ ենք տեսել տելևիզորով, մեկը կա թող հելնի հերկի, ասի մենք թող բարձրաձայնի, ասի չեն տվել մեզ, խաբել է Եվրոպան, ասեմ լավ, սուտ խոսանեմ։ Մարդիկ ընդեղից ասում են տվել ենք, այս մարդիկ չեն տալի, գլուխ չենք անում։ Հիմա ուզում ենք այդ հարցերի պատասխաններ ստանանք, Գոռը ասեց, ես կրկնվում եմ ընդամենը։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, մենք զրուցում ենք ձկնաբույծների միության նախագահ Գոռ Գրիգորյանի հետ։ Տանեմ յասամանի գույն էշ ցույց տամ քեզի, ես նկարում եք։ Կինո է։ Լավ, հետո Çok da